Անցավ 2 տարի եւ զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում մենք բարեբախտություն ունենք արդեն խոսելու Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության երկրորդ հատորի մասին, որը մեր սեղանին է եւ լույս է տեսել օրեր առաջ եւ բարեբախտություն ունենք իհարկե ինչպես միշտ զրուցելու գրականագետ Արմենիկ Նիկողոսյանի հետ, որը Չարենցի երկերի ակադեմիական այս հրատարակության եւ առաջին եւ երկրորդ հատորի կազմողն ու ծանոթագրողն է։ Ողջույն Արմենիկ, շնորհավորում եմ իսկապես մեզ համար տարեմուտին շատ կարևոր իրադարձություն էր, մեզ ասելով նկատի ունեմ ոչ միայն իմ եւ քո եւ նաեւ մեր նկարանող խմբի, այլ բնականաբար մեր ժողովրդի համար, որովհետեւ Եղիշե Չարենցի յուրաքանչյուր նոր հրատարակություն մեծ ու կարևոր իրադարձություն է մեր գրական եւ մշակութային կյանքում եւ հատկապես եթե դա ակադեմիական հրատարակություն է։ Շնորհակալ եմ շատ, ես հուսով եմ, որ այդ գիտակցումը իսկապես կա, որովհետեւ առաջին հատորի լույս ընծայումից հետո էլ այդ խնդիրը որոշ առումով ուզում էի, որ շատ հստակ գիտակցվեր, որովհետև նոր ակադեմիական հրատարակությունը անպայման ենթադրում է տեքստերի նոր որակ, Չարենցյան տեքստերի նոր որակ, առավել ճշգրտված, առավել հենց Չարենցյան եւ օգտվելով առիթից ուզում եմ խնդրել մեր հեռուստադիտողներին, նրանք ովքեր այս նոր հրատարակության շապիկներով իրենց սոցիալական ցանցերում հրապարակումներ կանեն Չարենցից, ուղղակի խնդրանքս է, որպեսզի տեքստերը վերցնեն հենց այս գրքից եւ չփնտրեն ինտերնետում, որովհետեւ արդեն կարող են փաստել, որ այն նյութը, որ ընդգրկված է Եղիշե Չարենցի երկերի առաջին հատորում եւ երկրորդ հատորում, մեծ հաշվով կատեգորիկ տարբերվում է այն տեքստերից, որոնք կան ինտերնետում։ Այ դրա մասին խոսենք, որովհետև երբ բովանդակությանը ես ծանոթացա, տեսա, որ այն կրկնում է նախորդ հրատարակության երկրորդ հատորը, այստեղ ընդգրկված են Եղիշե Չարենցի 1915-ից մինչ 1931 թվականին գրված պոեմները, բայց ոչ բոլորը, հիմա կխոսենք ինչու ոչ բոլորը, եւ արտաքուստ կրկնում է այն ինչ որ նախորդ հատորում կա եւ հիմա մեր հեռուստատողներն ասում են ինտերնետում դրված է, ես վերցնում եմ ինչ եք դուք փոխել Արմենիկ, դու եւ խմբագրակազմը։ Շատ կարևոր դիտարկում է նախ այդ ոչ բոլորի մասին, Չարենցի երկերի ակադեմիական հրատարակությունը կազմված է այնպես, որ ոչ միայն նրա ժանրային նախասիրություններն արտացոլի, այլ նաև իր ստեղծագործական շրջափուլերը, այդ առումով երկերի առաջին հատորն ու երկրորդ հատորը Չարենցի երկու ժանրերի բանաստեղծություններ եւ պոեմներ, բալլադներ, ահա նախասիրությունների այսպես արտացոլումն են, դրանք են գործերն են, որոնք չեն մտել առանձին ժողովածուների մեջ, հա, կոնկրետ այս հատորում ընդգրկված պոեմներն ու բալլադները, այլ առանձին են լույս տեսել կամ մեկ այլ սկզբունքով ոչ են մոնումենտալ, հա, էպիկական լուսաբաց գիրք ճանապարհի ժողովածուների շրջանակում, դրանք այլ հատորներում լույս կտեսնեն, այստեղ մի ընդմիջարկում կա 15-ից 31 թվական ունի փոքրիկ ընդմիջարկում, այսինքն այստեղ ընդգրկված չեն Չարենցի այն պոեմներն ու բալլադները, որոնք ստեղծվել են դեկլարացիա 3-ից մինչև ստանդարտ, հա, այդ շարժումների շրջանը, ինչու, որովհետև դրանք խմբագրակազմը որոշել են գրկել երրորդ հատորում, ինչպես նախորդ հրատարակության դեպքում է եղել նաև, որպեսզի առանձին մի հատոր լինի ամբողջացնող Չարենցի ֆուտուրիստական եւ այլ հետաքրությունների շրջանը, ինչպես խորհրդահայ։ Եվ ամբողջական պատկերը մի տեղում լինի։ Այո, ամբողջական պատկերը մի տեղում լինի, որովհետեւ դա գիտականորեն նաև հեշտացնում է ծանոթագրությունների ապարատը կազմելը, որովհետեւ մենք հակառակ դեպքում կբախվենք որոշակի կրկնաբանությունների եւ նաեւ Չարենցի այդ շրջափուլերը ընդհանուր ցույց չենք տա։ Հիմա վերադառնալով այն հարցին, որ կա ինտերնետում եւ այլն նախորդ հրատարակություն, գիտեք, բան կա, անընդհատ փորձում են նոր հրատարակությունը համատել հնի հետ, դա իհարկե լավ բան է, հա, լավ բան է, բնական է, բայց միևնույն ժամանակ սա նաեւ ստիպում է անընդհատ այս գրքի կամ այս հրատարակության արժանինքների մասին խոսելուց անընդհատ հղվել նախորդ հրատարակությունը, ես կարող եմ փաստել հետեւյալը, որ բովանդակային առումով սա նույն կրկնությունն է նախորդ ակադեմիական հրատարակության երկրորդ հատորի, ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ նույն պոեմներն ու բալլադներն են, բայց վերնագրային նույնությունը բնավ չի ենթադրում բովանդակային նույնություն, որովհետև այստեղ կատարվել է ահռելի, ուղղակի ահռելի չափերի աշխատանք, որը ուղղակի հնարավոր չի եղել արտացոլել նախորդ հրատարակության մեջ։ Ես մի երկու բառով փորձեմ բացատրել խոսքը ինչին է վերաբերում։
Չարենցը սիրում էր գրքերի սեփական օրինակների վրա ուղղումներ կատարել, ճշգրտումներ, շատ հաճախ նաև փոփոխություններ եւ պահպանվել են նրա բազմաթիվ այդպիսի փոփոխություններ, որոնց վրա ունի նաև նշումներ, որ հաջորդ տպագրության ժամանակ սա անել կամ վերջնական տեքստ եւ այլն եւ այլն։ Պահպանվել է Չարենցի 1932 թվականի Երկերի մեծադիր ժողովածուի անձնական օրինակը, որը նա ժամանակին նվիրել էր իր դստերը Արփենիկին, որի վրա նա մեծ աշխատանք է կատարել որոշ պոեմների։ Իսկ այդ աշխատանքը նախորդ հրատարակությունում հաշվի չեն առել։ Տես չեն առել, ինչու, որովհետև ինչպես հետագայում խոստովանել է Ալմազ Զաքարյանը իր մենագրություններից մեկում, իր ձեռքի տակ այդ ժամանակ պարզապես չի եղել, հա, պարզապես չի եղել, որոշ փոփոխություններ հետագայում արտացոլվել են Անահիտ Չարենցի կազմած Երկերի քառահատորյակում, բայց ուզում եմ սա անպայման ասել ընտրողաբար, հա, այսինքն արտացոլվել են փոփոխությունները հիմնական, որոնք վերաբերվել են Դանթեական առասպել պոեմին եւ մի փոքր Չարենցնամե պոեմին, բայց օրինակ որոշ փոքրիկ բալադներ այդքան հարկ չի համարել, հա, փոփոխության ենթարկել Անահիտ Չարենցը եւ թողել այնպես ինչպես կա։ Ներկա հատորում այսպես ձևակերպեմ, էլի ներկա հատորը բացառապես Չարենցի վերջին կամքն է եւ որում արտացոլվել են բոլոր փոփոխությունները, որոնք ինքը այդ իր անձնական օրինակի վրա կատարել է։ Այդ առումով հատկապես շատ մեծ փոփոխությունների է ենթարկվել Դանթեական առասպել պոեմը, ուղղակի ահռելի եւ խոսքը ինչ-որ մեծտների փոփոխության բանի մասին չէ, այլ առանձին բառերի արտահայտությունների, երբեմն տողերի, եկտողերի, կետադրական նշանների, բացականչական նշանների, շեշտերի եւ այլն, որոնք մի դեպքում նույնիսկ հատուկ տեղանման նշման, հա, թափարից լեռան, հա, որը նախորդ տարբերակներում երբ որ հատարակվել էր ծանոթագրությունների մեջ ինքը ենթադրությունների բաժին էր, այս դեպքում արդեն հստակ արտացոլվում է Չարենցի տեքստում եւ նաեւ օրինակ Դանթեական առասպելի հետ կապված ես գիտեմ, որ եթե չեմ սխալվում, հենց առաջի հրատարակության մեջ ձոնված է եղել այս պոեմը։ Դուք ինչու այդպես չեք տպել։ Իր 4 ընկերներին տեսեք Անահիտ Չարենցը այդպես վարվեց, մենք այդպես չենք վարվել, ինչու, որովհետև Չարենցի վերջին կամքի մեջ այդ պահանջի, ինչպես ասում են, չկա եւ ընդհանրապես 32 թվականի հրատարակության մեջ արդեն նախքան այդ ձեռագրով փոփոխություններ կատարելը Չարենցը արդեն իսկ բեռնաթափել էր պոեմը, այդ բեռնաթափումները արտացոլված են տեքստային տարբերությունների մեջ, ընդ որում շատ դաժան եւ դժվար մարսելի հատվածներ են, արդեն իսկ բեռնաթափել էր, փորձելով ահա այդ կոնկրետ հղումներից ըստ ամենայնի բարձրանալ ավելի վերև։ Մյուս կարևոր փոփոխությունները վերաբերում են Ստամբոլ պոեմին, որից մի ամբողջական մեծ հատված է հանել եւ ընթերցողը կտեսնի, թե որքան շահել է այդ պոեմը դրանից։ Շատ փոքրիկ, բայց շատ էական փոփոխություններ են կատարվել Չարենցնամե պոեմում, հատկապես սկզբում, եւ դա Չարենցի ամենակարևոր միջամտություններից է այս գործին եւ մի քանի էական կարևոր փոփոխություններ կան Աթիլա պոեմի հետ կապված, որոնք ավելի խորացնում են Չարենցի վերաբերմունքը այդ կերպարին, ընդհանրապես պատմությանը եւ այլն եւ ընդհանրապես այն հայացքները, մոտեցումները տեքստին, գաղափարաբանությանը, որ ուներ Չարենցը 30-ական թվականներին, ըստ ամենայնի արտացոլվել են այս եւ պոեմի ժանրին, այսինքն Չարենցը իսկապես գալիս է եւ կարող ենք ասել բարձրացնում է կամ նորովի ստեղծում է այդ պոեմը, որովհետեւ այն տարբերվում է մեր գրականության մեջ եղած նախորդ այդ ժանրի նախորդ արտահայտություններից եւ շատ տարբեր է եւ ինչու է անմիջապես փաստորեն դիմումը պոեմի ժանրին, գրեթե անմիջապես Կապուտաչի հայրենիքը, Դանթեական առասպելը, այո։ Դե այդ շարքերի մտածողությունը պոեմը մենք ընդհանրապես տես մի շատ կարևոր բան էլ հիշեցիր, քանի որ Կապուտաչի հայրենիք պոեմը հիշեցիր, այս էլ բովանդակային նորություն է, շատ յուրահատուկ մի բան կա։ Նախորդ երկու հրատարակություններում, որոնք Չարենցի կենթանության օրոք եղել են, Կապուտաչի հայրենիքը երկրորդ հրատարակության մեջ ձևակերպել է որպես հատվածներ անավարտ պոեմից եւ ընդհանրապես Չարենցը ունի հրատարակչական մտահղացումներ, որոնք նույնպես պետք է պահպանվեն։ Հա, այդ առումով օրինակ նախորդ հրատարակության մեջ դրանք ընդհանրապես հաշվի առնված չեն եղել, հատկապես Կապուտաչի հայրենիք, այո, ազգային գերած պոեմի դեպքում, այո, տես օրինակ մտահղանալով որպես հատվածներ անավարտ պոեմից Չարենցը Կապուտաչի հայրենիք պոեմի յուրաքանչյուր գլուխը սկսել է նոր էջից։
ու այդ պոեմի գլուխները, ինչպես ասում են, շարել իրար հետևից, դա բերում է խախտման Չարենցի գլխավոր մտահղացման, որտեղ այդ երևույթը չի ընկալվում, կամ ազգային երազ պոեմում խորքից ավելի խորքից տպագրված հատվածներ կան, որոնք նույնպես պետք է այդ ձևը պահպանել, ինչը նախորդ անգամ հաշվի չեն առել, ինքը վերաբերում է վիզուալ, տեսանելի վիզուալ մասը շատ կարևոր է էպոսի պոեմների ընկալման տեսանկյունից, եւ Չարենցը այդպես մտածում էր, գիտենք, որ նաեւ հրատարակչական գործի մեծ վարպետ էր, այո, եւ թերևս այդ տեսակ բաներ տեսել էր սիմվոլիստների մոտ եւ այլուր, եւ այստեղ կիրառում էր, այսինքն որոշակի իմաստային ծանրաբեռնվածություն էր դնում սովորական ընթերցողի համար այդպես տարօրինակ բաների մեջ, այսինքն նոր էջից սկսելու եւ այլնի մեջ։ Այո, կան այդպիսի բաներ։ Մյուս կարևոր գործը, որ արվել է նախորդ հրատարակության մեջ, բազմաթիվ անհարկի միջամտություններ կան Չարենցի տեքստերին, հատկապես մեկ անգամ տպագրված տեքստերին։ Այս հատորում երկու գործ կա, հատված վերնագրով գործը եւ ազգային երազ պոեմը, որոնք առաջին եւ միակ անգամ տպագրվել են Չարենցի երկերի մոսկովյան հրատարակության մեջ։ Գիտեք, երբ որ 2-3 հրատարակություն ա լինում նույն գործի, ասենք ամբողջները խելագարվածը, Սոման, ամենապոեմը, կազմողի համար շատ ավելի հեշտ է այդ տարբերակների ուսումնասիրությամբ գալ ինչ-որ եզրանկման, որտեղ մի հրատարակությունը կարող է վրիպակ ունենալ, մյուսը չունենալ եւ այլն եւ այլն, եւ այդ ընդհանրության մեջ ճշգրտել, բայց երբ որ մեկ հրատարակությունը դա բնականաբար ավելի բարդ է, մասնավորապես ազգային երազ պոեմում մոտ 6 բառ ենք ուղղել, որոնք վերաբերում են Չարենցի այդ շրջանի եւ լեզվամտածողությանը, ընդհանրապես պոեմի ոգուն, օրինակ, գիտեմ, սահթակել բառը, որը ուղղվել է հետագայում սայթակել, կամ բառեր կան, որոնց փոփոխությունը բերել է նաեւ իմաստային խճողման, օրինակ, տես ասում է օրհնեք քեզ եղբայր, օրհնեք, օրհնություն, էլի, դա դարձել է օրհնենք, մտածել են վրիպակ է, այդ տեսակ ուղումներ կան եւ սա բնականաբար բովանդակությունները շատ դեպքերում գործերի փոխում է, բայց կարծում եմ մեր հետազոտողները ամենամեծ ուշադրությունը կդարձնեն մի էական հանգամանքի, որ վերջապես այս գրքում արտացոլվել է, դա Սոմա պոեմի վերնագիրն է։ Հիմա ոնց էլ փորձեմ արտասանել, չգիտեմ նույնը կասեմ, բայց պետք է այսուհետ ասել Սոմա եւ գրել Սոմա։ Սոմա չէ։ Այո, Սոմա, որովհետեւ վերջին հրատարակության մեջ եւ հրատարակություններից մեկում նախորդ Չարենցը այդ վերնագիրը գրել է շեշտով։ Սա շատ կարևոր այսպես գործոն է, որը հետազոտողները կփաստեն, որ այդ շեշտի գոյությունը ահագին բան փոխում է պոեմի ընկալման մեջ։ Իդեպ նույն Սոմայի առիթով ուզում եմ ասել, որ այս հատորում ընդհարցակվել են եւ ծանոթագրությունները Սոմայի եւ նաեւ տեքստային տարբերությունները։ Դու ասացիր ուղղել ենք այս բառը, բայց մեր Չարենցագիտության պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ կասեն, որ այդ ուղումները մշտապես եղել են վեճերի, կռիվների առարկա եւ ես այստեղ էլ տեսնում եմ, իհարկե գիտեմ նաեւ խմբագրակազմը բավական մեծ եւ այնտեղ ընդգրկված են վաստաշկաշատ մարդիկ, գրականագետներ, որոնք տարբեր տարիների Չարենցի ստեղծագործությամբ զբաղվել են։ Արդյոք հնարավոր է եղել ծանոթագրելիս, այդ տեսակ ուղումներ կատարելիս խուսափել այդուհանդերձ վեճերից, առճակատումներից, որոնք ցավոք սրտի մեր Չարենցագիտությանը ուղեկցել են եւ կարծես թե շարունակում են ուղեկցել, ինչպես է հնարավոր դարձել միասնական մեկ տեսակետի Դե կա մի այսպես ուղեցույց հանուն Չարենցի եւ հանուն Չարենցի պետքա մի կողմ դրվեն բոլոր այն նախկին տարաձայնությունները, որ եղել են։ Իհարկե չեմ պնդի թե հաշտ է ընթանում ամեն ինչ, բայց կարևորը որ հատորը այսօր հնարավորինս ամենալավ տեսքով դրվել է ընթերցողի սեղանին, ինչ վերաբերում է տարընթերցումներին եւ այլն, ի տարբերություն էլի նախորդ հրատարակության այստեղ շատ բան է ընդհարցակվել։ Երկու հատույթ ուզում եմ շեշտել, առաջինը տեքստային տարբերությունները ուղղակի մոտ 70 անգամ ավելի շատ են։ Ինչու, որովհետեւ տարբեր պատճառներով, որոնք երբեմն նաև մեզ են անհայտ, շատ տեքստային տարբերություններ ուղղակի չեն արտացոլվել նախորդ հրատարակության մեջ, ուղղակի, չգիտես խի։ Երկրորդ, մենք մի կարևոր նաև առավելություն ունենք, մեր ձեռքի տակ դա եղել է երկերի այդ ժողովածուն, գումարած նրան նաև պահպանվել էր եւ վերջապես ազգային գրադարանում հայտնաբերվեց կոմունարների պատը Փարիզում պոեմի առանձին հրատարակությունը, որը նախորդ հրատարակության պատրաստողի ձեռքի տակ չէր եղել, որը
ուղղակի ահավոր շատ ավելացրեց տեքստային տարբերությունները։ Ես այստեղ տեսնում եմ իհարկե սովետական շրջանում հենց քաղաքական խնդրարությամբ տարբեր նպատակներով գրված այս պոեմները, ինչպեսին դու էլ ասացիր, օրինակ Բալլադ Վլադիմիր Իլիչի Մուժիկի եւ մի զույգ կոշիկի մասին, այ դու ընթացքում աշխատել իսկ ընթերցել ես նորից մի բազմաթիվ անգամներ, արդյոք դրանք այսօր ընթերցելի են եւ հետաքրքիր են հենց թեկուզ ընթերցանության տեսանկյունից եւ նոր ծանոթագրություններ կան սրանց հետ կապված, որ խորհրդային շրջանի հրատարակություններում բնականաբար չեն եղել։ Շատ կարևոր հարցեր, ասեմ նախ ընթերցելու առումով զարմանալիորեն այո, ընթերցվում են եւ ընդհանրապես ապշելու բան էլի, նույնիսկ իհարկե չեմ ճխտի, որ այստեղ կան թույլ գործեր, որոնք ժամանակին կոնկրետ քարոզչական կամ ինչպես իրենք էին ասում, ագիտ պոեմական բաներ ունեն, ենթատեքստեր ունեն, ասենք Մաչկալ Սաքոյի պատմությունը եւ այլն, բայց ամեն դեպքում Չարենցի ստեղծագործական շատ կարևոր շրջանի մի արգասիք են եւ ընթերցում են բնականաբար։ Տես, այստեղ մի շատ կարևոր բանի անդրադառնամ, նախ տեքստային տարբերությունները ինչ են ընդարձակվել, որովհետեւ մենք դեռ առաջին հատորի ժամանակ հասկացանք, որ Չարենցը ինչքան մեծ տեղ է տալիս կետադրական նշաններին, հատկապես բացականչական, շեշտ եւ այլն եւ այդ նշանների արկայություն, բացակայությունը դիտարկվել է որպես տեքստային տարբերություն եւ դրանք ամբողջովին արտացոլվել են։ Գալով ծանոթագրություններին դրանք շատ ընդարձակվել են։ Տես, հատկապես որ հիշեցիր Վլադիմիր օրինակ Իլիչ Լենինի նվիրված գործերի մասին, օրինակ նախորդ հրատարակության մեջ ծանոթագրված չի ով է Լենինը։ Հա, բաներ են եղել նույն Լենինի հետ կապված հասկանալի են, այսօր պետք է ծանոթագրել։ Այո, օրինակ հոկտեմբերյան հեղափոխությունը կամ հեղաշրջումը ծանոթագրված չի, օրինակ ոչ միտեղ չես հանդիպի Կարլ Մարքսնով, հա, որովհետեւ մարդիկ այդ իրականության մեջ ապրում են եւ այդ ամենը շատ լավ գիտեն, բայց այսօրվա երիտասարդները իհարկե այո, ասենք Կոլչակ, Դենիկին, օրինակ Լենին Քերին կամ երկժողովրդի մասին պոեմներում ընդհանրապես ծանոթագրված չեն կամ այդքան շատ հայտնի են եղել կամ չգիտեմ ինչ, Լենինի ոնց ծանոթագրես, այստեղ բոլորը բնականաբար ծանոթագրված է եւ հակառակը հատկապես Չարենցի այն որոշակի քննադատողական ոգի ունեցող գործերում, հատկապես ամենապոեմում բազմաթիվ հիշատակություններ, արտահայտություններ կան բնականաբար Հայաստանի առաջին հանրապետության մասին, Հայաստանի առաջին հանրապետության բազմաթիվ դեմքերի մասին, դրո, համազասպ, չգիտեմ, հետո արդեն կգանք Խմբապետ Չավարշին, սա ընդհանրապես խոսակցության օրինակ այդ ամեն ինչը բնականաբար նաև ժամանակի ոգով ներկայացված է որոշակի հեգնանքով, բուրժուական կուսակցություն, ասենք դաշնակցությունը, ինչ որ բաներով, ազգային հանրապետությունը, ազգային ճակերտների մեջ, հա, ասենք այդ ֆիդայիներին բաներին որոշակի հեգնանքի տարերով եւ շատ կար, բնականաբար այդ վերաբերմունքները փոխվել են, բնականաբար մեր առանց ավելորդ չափազանցությունների դրվել են իրենց տեղում միևնույն ժամանակ էլի նույնիսկ այն ամենահայտնի գործերում շատ նոր բառ, այսպես ծանոթագրություններ են ավելացել, որ նախորդներում չեն եղել, դե բնականաբար գուցե փաստեր չեն եղել եւ այլն։ Եվ էլի շեշտեմ, մինչեւ վերջին վարկյանը եղել են նոր հրապարակումներ, որոնք այստեղ արտացոլվել են։ Օրինակ ամբողջովին վերանայված է Սոմայի, հա, ծանոթագրությունները, որտեղ վերջին տարիներին միայն, հա, շատ լուրջ ուսումնասիրություններ եղան Սոմայի, հա, այդ վեդաների, ռիգվեդաների մնացածի մասին եւ դրանք բնականաբար փոխում են պատկերացումների մեջ նաև նոր գրականագիտական ուսումնասիրությունները։ Իհարկե, մի շատ կարևոր բան, բայց դրանք հաճախ իրար հակասում են նաև։ Այդ դեպքում ինչպես է վարվել։ Փորձել ենք այդ ամեն ինչը համադրել, իհարկե քննարկելով նաև գրքի խմբագիրը, խմբագրական խորհրդի մյուս անդամները, փորձել ենք այդ համատեքստը ապահովել։ Մի շատ կարևոր օրինակ բերեմ, ազգային երազ պոեմը։ Նախորդ հրատարակության մեջ ունի երկու ծանոթագրություն, մեկը հիշատակված է Ավետիք Իսահակյանով է, Աբուլալա Մահարի եւ հիշատակված է Սալամանդր բառը, թե ինչ է նշանակում։ Իրականում այս պոեմի ամբողջ համատեքստը, որ իրականում այս պոեմի հերոսի նախատիպը Ահոյի Ավետի Սահարոնյանն է, որ պոեմում կան հայ շրջանի բազմաթիվ այլ հերոսների նախատիպեր, Զորավար Անդրանիկ եւ մյուսներ, կամ որ այդ պոեմի ամբողջ բառապաշարը ոգին ամբողջովին ոճավորված է Ավետի Սահարոնյանի տարբեր գրվածքների, հոդվածների, հա, բառապաշարով երբեմն ուղակի մեջբերումներով, այս հատորում ուղակի ներկայացված է առաջին անգամ, որտեղ դա
վերջին տարիների նոր հետազոտությունների արգասիկ է, որից բնականաբար պետք է շնորհակալություն։ Եվ շատ կար խմբապետ Շավարշի մասին, այստեղ ինչ դժվարությունների ենք բախվել, որովհետև արդեն մեր ժամանակը երկու տիպի դժվարություն, մեկը տեքստայլն էր, որ շատ արագ լուծվեց, հետաքրքիր է, որ այդ երկրի ժողովածուն ունի նկատված վրիպակների կտոր գրքի վերջում, որ չենք տեսել, չգիտեմ, եւ նախորդ կազմողը չէր տեսել եւ ես երկար ժամանակ չէի տեսել, մի պատահաբար տեսա եւ որոշ տարընթերցվող բառեր կային, շատ արագ լուծվեցին, այդ տեքստային հեշտ էր։ Առավել բարդ էր ծանոթագրական ապարատը այս պոեմի, որովհետեւ նախորդ հրատարակության ծանոթագրությունները երկուսն են։ Կարծեմ նույնիսկ մեկը դրո եւ մեկ էլ կարծեմ մախլուտո, ովքեր են այդ խաչ եղբայր Սմբատային, ինչ էստեղ եւ Շավարշը եւ այդ հանգամանքները ժամանակի անգամ Փարաքար գյուղը, գիտեմ, որ պատկերացնեք նույնիսկ այն կնոջ ոչ հայերեն ասված խոսքերը ծանոթագրված չեն, այստեղ փորձ են կարել վերականգնել այն պատմական ժամանակաշրջանի ամենակարևոր համատեքստերը, որտեղ այստեղ ոչ մի պատահական իշտակություն չկա, խոսքը եւ թուրքական Թալին այդ գյուղի մասին, այդ գյուղի գրավման մասին, որոնք բոլորը պատմական դեպքեր են եւ սա եւս մեկ անգամ ապացուցում է թե ինչ կարեւոր հենքերի վրա է, հա, Չարենցը կառուցել այս պոեմի ասելիքը եւ ներկա ծանոթագրությունները, որ մեծ չափերի են ուղղակի բավական ընդարձակ են, կօգնեն ընթերցողներին նորովի իսկապես կարդալ խմբապետ Շավարշ պոեմը, որ մինչեւ այդ կարդացել եմ, որտեղ այստեղ շատ կարևոր բաներ փաստեր կան։ Շնորհակալություն Արթմենիկ, կրկին շնորհավորում եմ, դեռ ուրեմն առիթ կունենամ ավելի մանրամասն ծանոթանալու եւ մեր հեռուստադիտողներին էլ իհարկե խորհուրդ եմ տալիս անպայման ծանոթանալ եւ նորովի այս փոփոխությունների համատեքստում ընթերցել Չարենցի հիանալի պոեմները։